Հարևան Թուրքիայի խորհրդարանում ազգային մեծ ժողովում օրենսդիրները պարբերաբար հարաբերությունները պարզում են ոչ միայն բանավեճերի եւ քվեարկությունների, այլև ձեռնամարտի միջոցով։ Այսօր 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման վերջին օրն էր։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ բռունցքները գործի են դրվել, երբ հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի շուրջ վեճի են բռնվել Adalet ve Kalkınma Partisi թարգմանաբար Արդարություն եւ զարգացում իշխող կուսակցության падգամավոր Մուստաֆա Վարանկը եւ ընդդիմադիր Gökhan Günaydin'ը Cumhuriyet Halk Partisi հանրապետական ժողովրդական կուսակցությունից։ Վարանկը իբր կշտամբել է ընդդիմությանը պնդելով, որ հանրապետական ժողովրդական կուսակցության լիդեր Ozgyur Ozelին նախընտրական խոստումները կյանքի չի կոչել։ Դիմելով հանրապետական ժողովրդական կուսակցության падգամավորներին Վարանկը մասնավորապես ասել է. «Մի բերեք ձեր լիդերին, մեր ազգը շատ լավ գիտի Ozgyur Bey-ի գործունեությունը ձեր կուսակցության կողմից կառավարվող բնակավայրերում։ Ֆերմերները տակավին սպասում են, թե երբ կստանան Ozgyur Ozelի խոստացած անվճար տրակտորները»։ Սա հավանաբար հունից հանել է ընդդիմադիրներին։ Հանրապետական ժողովրդական կուսակցության падգամավորական խմբակցության ղեկավար Günaydin'ը հայտարարել է, թե իշխող ուժը ամոթալի ցածր մակարդակի է իջեցնում քաղաքական խոսույթը։ Բանավոր առճակատումը վայրկյանների ընթացքում վերաճել է ձեռնամարտի, ընդ որում հենց խորհրդարանական ամբիոնի մոտ։ Ինչպես եւ կարելի էր ենթադրել, երկու կուսակցությունների տասնյակ падգամավորներ անմիջապես նետվել են դեպի ամբիոն, ոմանք գուցե փորձել են բաժանել տաքարյուն գործընկերներին, բայց խաղաղապահ առաքելությունը ձախողվել է եւ ծեծկռտուքի շղթայական ռեակցիան տարածվել է դահլիճում բոլորի վրա, բացառությամբ թերևս կին օրենսդիրների, որոնք կողմերին դիմել են կռիվը դադարեցնելու ապարդյուն կոչերով։ Խորհրդարանի խոսնակ Numan Kurtulmushը 10 րոպե ընդմիջում է հայտարարել հուսալով այդպես վերականգնել կարգուկանոնը, սակայն ծեծկռտուքը շարունակվել է նույնիսկ ընդմիջման ժամանակ։ Իդեպ այդ ընթացքում դահլիճում ներկա են եղել հանրապետական ժողովրդական կուսակցության լիդեր Ozgyur Ozelը եւ ազգայնական շարժում կուսակցության ղեկավար Devlet Bahçeli'n։ Ի վերջո ազգային մեծ ժողովը 320 կողմ եւ 249 դեմ քվեների հարաբերակցությամբ ընդունել է 2026-ի բյուջեն։ Թուրքիայի խորհրդարանում ազգային մեծ ժողովում տուրդմփոցներ են եղել նաեւ 2024 թվականին։ Այսօր պատճառը բյուջեն էր, իսկ նախկինում թուրք падգամավորները իրար վրա հարձակվել են զգայուն այլ խնդիրների, օրինակ քաղաքական դատավարությունների պատճառով։ Մի քանի անգամ խոշոր բախումներ են եղել, երբ խորհրդարանում քննարկվել է տարատեսակ հոդվածներով մեղադրվող օրենսդիրների խափանման միջոցի ընտրության հարցը։